Սահմանադրության ոչ մի գրաշ։ Այսինքն ոչ միտեղ գրաշ չի, որ վարչապետին անվստահություն հայտնելու համար պետք է փողոցում լինի մեծ թվով մարդիկ, որոնք շրջափակեն ազգային ժողովի շետը պաշտ գրաշ չէ։ Այսինքն ազգային ժողովի падգամավորները դա պիտի անեն առանց որևէ մեկի Բայց սեփական կամքով դժվար է։ Ինչ որ բան նախաձեռնելու նպատակը հիմա լսես 4 տարի չեն արել, հիմա դժվար է։ Հատկապես պրոբլեմ։ Նարեկ Մալյանը օրինակ ասում է, որ փողոցային պայքարը պետք է զուգահեռ լինի, եւ փոխկապակցված է միմյանց։ Նարեկ Մալյանի ասացած դրամաբանականային իմաստով, որ եթե, նայեք, ինչով է, դա դրամաբանություն, այսինքն այս պահի Տեսեք այսօր օրինակ մենք այս նամակները հանձնելու ենք, բացի լրատվամիջոցներից որևէ մեկը չեն գրավել, այսինքն պիկետ չեն կազմակերպեցին, դա տարիքը չկա, մարդկանց անհանգստացնելու կարիք չի։ Բայց մենք դա մենք նամակ ենք հանձնում, դրա համար պետք չի որ այստեղ 1000 մարդ կանգնի, դեռ դմենք ոնց ենք նամակ հանձնում։ Մի ուրիշ հարց Եթե պարզվի, որ ազգային ժողովի падգամավորներ, անկախ դրանից որ խմբակցության, այս գործընթացը չեն անում, այդ ժամանակ մենք ինքներս կդիմենք հանրությանը, կասենք սիրելի ժողովուրդ, մենք որպես ժողովուրդ այս իշխանության տերն ենք։ Հիմա ունենք հանրային ծառայողներ, որոնք իրենց պարտականությունները չեն ուզում կատարեն։ Բերեք հավաքվենք, այս մարդկանց խնդրենք, որպեսզի իրենք իրենց պարտականությունը կատարեն։ Եվ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կունենան այդ քաղաքացիական գիտակցումը, որոնք ոչ թե հաշտվում են իրողությունների հետ, որ իրանք ԿՊ-են, իրանք ինչ ուզեն էդել կանեն, իրանք նվիրված են Նիկոլ Փաշինյանին։ Այդ ձևակերպումները մեր սահմանադրության մեջ չկա, հակառակ մեր սահմանադրության ասում է, որ Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ հաշվետու ազգային ժողովին, Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ պարտավոր կառավարության ծրագիրը կյանքի, այսինքն մեր բոլոր պահանջները միայն օրինական սահմանադրական։ Հիմա մենք այն պահի Նարեկ Մալյանի ասածը իմ ասածին չի հակասում։ Եթե մեր падգամավորները սեփա ոնց որ սահմանադրության 94 հոդվածը առանց կաշկանդվածության, սեփական խղճով, համոզմունքներով, սեփական գիտակցությամբ կկարդան կառավարության ծրագիրը, կլսեն վարչապետի հայտարարությունները, կհամադրեն, կտեսնեն, որ դրանք շեղված են եւ նախաձեռնություն կցաբերեն վարչապետին անվստահություն հայտնելու համար, այդ որոշումը կկայացվի առանց հանրային աջակցության։ Եթե պարզվի, որ դրա համար պետք է հանրային աջակցություն, ապա ես կարծում եմ, որ մենք էլ կոչով հանդես կգանք, որպեսզի մեր պես մտածող մարդիկ, ովքեր մեր ցանկացած падգամավորից իր պարտականությունը կատարելու ակնկալիք ունեն, հավաքվեն եւ իրենց մտադրության մասին հայտնեն, ոնց որ այսօր ես մենակ եմ եկել իմ ընկերների հետ, փոքր խմբով դա հայտնելու կարող ենք նաեւ մեծ խմբով։ Դրա ասած տրամաբանական կապը հասկանում ձեր եւ Նարեկ Մալյանի ասացին։ Հիմա եթե Նարեկ Մալյանը ասում է, որ պետք է փողոցային ճնշում լինի, որպեսզի նաեւ կպահականները գան Փաշինյանին անվստահություն հայտնելու դաշտ, համաձայնեն կողմ քվեարկը, ճիշտ եմ ասում։ Հիմա եթե դուք ասում եք, որ եկեք թող նախաձեռնեն, հետո փողոցային ճնշումը կլինի։ Հիմա փողոցային ճնշումը պետք է լինի նախաձեռնեն, թե նախաձեռնեն ու մեկ էլ պարզվի, որ չեն անում։ Այդ մարդիկ ինքնուրույն չեն եկել այդ դաշտ, չեն ուզում քվեարկել, ի՞նչ է տանել։ Նարեկ Մալյանը իր ճեպազրություն ասել է, չէ, որ մենք 10 օրյա դելամի ժամկետ ենք նախատեսել, որ падգամավորներն այդ որոշումը կայացնեն։ Որոշումը կայացեցին, նախաձեռնեցին։ Դուք պետք է սպասեք ԿՊ-ի դիրքորոշումը, օրինակ ինքը պատասխան կողմ քվեարկել թե ոչ, ո՞ր որոշեք փողոցային ճնշում բանստել։ Դուք հիմա ներկայացնում եք հիպոթետիկ վիճակներ եւ ուզում եք, որ այս ձեր դրամաբանությամբ ձևավորված հիպոթետիկ իրավիճակը կոնկրետ գործողության պլան տամ, գնահատական տամ։ Ես կարող եմ գրած տալ, որ ԿՊ-ից ոչ մեկը կողմ չի քվեարկել, առանց որևէ այլ հանգամանքների ներգործության, օրինակ։ Չէ, ես ճիշտ ասած այդ գործում դες այդ գրած չեմ։ Դե ես դες հարց տվեցի, ես որպես ազգակներն ես որպես մեկը կքվեարկի ինչ ասած։ Հիմա լսեք։ Այդ որ ասում եք ԿՊ, ՄՊ, չէ, դուք արդեն տարական հանուր դա։ Ես ասում եմ, կա падգամավոր։ Անհատ падգամավոր, որը նայած ինձ հարազատ մարդ ասեմ, էլի որ ասի իմ համակուրսեցի, չէ, ինձ հարազատ Ալխազ Ղազարյան, շատ իմ համակուրսեցի Ալխազ Ղազարյան։ Հիմա մենք առիթ ունենալուց պետք է Ալխազ Ղազարյանին ասենք, որ սիրելի Ալխազ, քեզ հրեշտակները չեն բերել մեր իրականություն, չէ։ Դու падգամավոր ես դարձել, որովհետև մարդիկ, քաղաքացիները կողմ են քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, չէ։ Այդ կուրսի քեֆին դուք իրան ասացիք, համարեք համաձայնեք։ Մենք կուրսով չենք արել։ Դուք չեք թողնում, ես հարցերը պատասխան։ Նկարեք հետ վերադարձնեք, հա, կարելի է։ Եկեք դուք։ Երկրորդ փուլով եկավ չթողեք մեր հարցերը, Շատ լավ, հիմա Ալխազ Ղազարյանը հավանաբար չի կարդացել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այն գրությունը, որտեղ որ մենք հիմա հասցեագրել ենք նաև Ալխազ Ղազարյանին,
հիշատակված են սահմանադրության բոլոր այն գործառները, որոնք ենթադրում են Ալխազ Ղազարյանի որպես պատգամավորի անհատական պատասխան։ Ալխազ Ղազարյանը հանրային ծառայող է հանրային ծառայության մասին օրենքով։ Նա զբաղեցնում է պետական պաշտոն եւ պարտավոր է կատարել իր պաշտոնի գծով գործողությունները։ Եվ ինքը չի կարող ասել, ես հրաժարվում եմ իմ պաշտոնական պարտականությունները կատարելուց, բայց ստանում եմ 1 միլիոն դրամ աշխատավարձ, իմ համար ապրում եմ բարեկեցիկ, ինքը պարտավոր է։ Հիմա եթե Ալխազ Փաշինյանին հեռացնելու կողմ ինքը որպես հիմա այդ նամակումը գրած է ինչա պարտավոր։ Ինքը պարտավոր է վերահսկել կառավարության գործունեությունը։ Ինքը պարտավոր է ապահովել, որ կառավարությունը իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրականացնի իր կողմից որպես պատգամավորի հավանության արժանացած կառավարության ծրագրի հիման վրա։ Եվ եթե կառավարությունը ծրագիրը, հա, վերահսկում է, հարցը պատասխանին գալիս է, ինչպես մյուս ընդդիմադիրները այդ թվում իրենք հարց են տալիս։ Ես իր հետ չեմ խոսել, ես լսել եմ միայն հրապարական։ Չէ, ես պայմանական օրինակ բերեցի, ասի որ անձնապես ճանաչում եմ դրա համար եմ ասում։ Սա վերաբերում է, ես խնդրում եմ դες ուշադրել եք 107 պատգամավորներին առանց բացառ։ Սա դա է պատգամ նամակի օրինակն է։ Այստեղ նշված չի իրանց խմբակցության պատկանելությունը, այստեղ խմբած չի ասենք պարոն կամ տիկին, այստեղ գրված չի, ասենք իրանց զբաղեցրած, օրինակ Ալեն Սիմոնյանին մենք չենք գրում որպես ազգային ժողովի նախագահ, գրում ենք որպես ազգային ժողովի պատգամավորի, մեկը հանձնաժողովի նախագահ։ Մեզ համար այստեղ կարևոր է 107 պատգամավորի, հիմա պիտի 107 պատգամավորներից ցանկացած մեկն ասի, որ կառավարության գործունեությունը համապատասխանում է իր ծրագրին։ Կամ ինքը անվստահություն է ցուցաբերում։ Նշեցիք այս իմպիչմենտի գործընթացի հետ կապված կոնկրետ օրինակ ազգային ժողովի նախագահին չէ դիմում որպես աշխատանախագահ։ Այլ ուղղակի պատգամավոր, ինքը նաև պատգամավոր է։ Ձեր գործունեությունը, ձեր հայտարարությունները ընդդիմադիր պատգամավորներին կոնկրետ թիրախավորված են։ Հիմա այս գործընթացը սկսելուց հետո դուք պատրաստվում եք նաև հատ առ հատ անուն առ անուն անդրադառնալ իշխանականային պատգամավորներին, ովքեր չեն միանալու իմպիչմենտի գործընթացին։ Մենք նախ ես համաձայն չեմ ձեր դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավորները մեր կողմից թիրախավորված են։ Նկատի ունեմ, օրինակ ասում եք ինչի իմպիչմենտի գործընթաց չեք սկսել։ Ասեմ ձեր չէ, ոչ թե իրանք թիրախավորված են, այլ իրենցից, որ գործընթացը իրենք սկսեն, մեր լեգիտիմ ակնկալիքներն ավելի մեծ են։ Դա այդ պայմանավորված է ընդդիմադիր պատգամավորների սկսած իմպիչմենտը կարող է արդյունք ունենալ։ Օրինակ այդ իմպիչմենտով Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանության։ Որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, մի ուրիշ օրինակ բերեմ։ Վերջերս Հայաստան խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ իրանք նախաձեռնում են հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու հարց։ Այդ օրենքի նախագիծը որպեսզի ընդունվի, պետք է ճիշտ այնքան կողմձայն 54, որքան անվստահություն հայտնելու համար։ Հիմա հարց, իրանք խոսել են ՔՊ-ի պատգամավորների հետ։ Իրանք ունեն արդյոք ՔՊ-ի պատգամավորներից 20 հոգու հավաստիացում, որ նրանք կողմ են քվել։ Եթե չունեն, ինչ իմաստ ունի, որ նրանք հանդես գան օրենսդրական։ Այդպես որոնի հարց առաջանում, բայց պատգամավորների պատգամավորելու իմաստը ո՞րն է, եթե իրանք ցանկացած նախաձեռնում, չէ։ Հետևաբար եթե չեն կարողանում անգամ մի նախագիծ անցկացնել ցեղասպանության հետ կապված, բայց իմպիչմենտ ո՞նց են նախաձեռնելու։ Բայջան, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, բայց դի խնդրեմ փութակ եսի մտքերը ավարտեմ, բայց այս մեկն է պատասխանը։ Անպայման կպատասխանեմ։ Հիմա այդ տեսանկյունից որ նայես ոչ մի նախաձեռնություն իմաստ չունի, բայց իմ կարծիքով բոլոր նախաձեռնություններն էլ իմաստ ունեն։ Այսինքն ոչ թե պետքա հաշտվել այս իրողության հետ, ասել իրանք այդպեսին են, իրանք այդպես են, իրանք տենց կանեն, ոչ։ Իրանք սովորական պատգամավոր են, հանրային ծառայող, որ պարտավոր են իրենց պարտականությունները կատարել։ Եվ մենք որպես հասարակություն այդ պահանջը իրանցից ներկայացնել։ Իսկ ընդդիմադիր պատգամավորները ոչ թե թիրախավորված են մեր կողմից, այլ իրանցից մեր լեգիտիմ ակնկալիքը, որ իրանք պետք է սկսեն այդ գործընթացը, ավելի մեծ է պայմանավորված իրենցից տված խոստումները, որովհետև իրենք ընտրվելուց խոստացել են, որ այդ գործընթացը պիտի անեն։ Դրա համար իրենցից մեր ակնկալիքն ավելի շատ է, քան Ադրբեջանի մաս չի։ Խոստացել են, որ Արցախը պիտի փրկեն։ Բայց դա էլի։ Հիմա ավելի իրատեսական չի պահանջել, որ նաև ընդդիմադիրները մանդատները հայտնեն, կա սկսեն մի գործընթաց։ Հիմա մենք այս պահի դրությամբ, այսօրվա դրությամբ մենք ոչ թե
ակնկալում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է իրենց մանդատները վայր դնեն, այլ ակնկալում ենք, որ իրենք իրենց մանդատների, ֆունկցիաներից բխող գործողություններ անեն։ Հակառակ բարակայում ինչ եք Բայց ձեր հարցը Հակառակ բարակայում ինչ եք Հարցը տվյալն է, որ նեգոր ասեք, բա ինչ իմաստ ունի, այն իրական տրամաբանական իմաստ չունի, եթե ոչ մի նախարարություն չեն անցկացնել։ Հետևաբար, եթե իրենք նույնիսկ ցեղասպանությունը ճանաչելու, չէ, հերքելը, ժխտելը դատապարտող նախագիծ չեն կարողանում անցկացնել։ Բայց նախաձեռնություն չեն կարողանում։ Հետևաբար ինչ իմաստ ունի, առասարակ իմպիչմենտի նախաձեռնություն, Հիմա եթե պարզվի, որ նրանց որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվում, ապա այո, այդ դեպքում իրենք կարող են նաև այդ որոշումը կայացնել, վայր դնել մանդատները, եթե իհարկե ունեն քաղաքական համոզմուն, որ իրենց փոխարինող են տեխնացուները, որոնք դեռ կան իրենց համամասնական ցուցակներում, նրանք չեն վերցնում մանդատները, այսինքն չի ստացվի այն դեպքը, ոնց որ եղել է 10 ընդդիմադիր պատգամավորների պարագայում, ովքեր իրենց մանդատները վայր են դրել, չէ՞, մենք ասած ենք, որ մանդատը վայր է դրել, ուրիշը դարել է պատգամ։ Եթե կա այդպես քաղաքական որոշում, որ բոլոր պատգամավորները եւ պատգամավորների թիվը 107-ից իջնի, այսինքն 101-ից պակաս լինի, դա կարծում եմ խելամիտ որոշում է, որովհետեւ դրանով ըստեյության մենք այլևս պարլամենտ չենք ունենա, եթե խորհրդանական երկում չկա պարլամենտ, ուրեմն չի կարող լինել նաեւ կառավարություն։ Իսկ ըստեյության դա կլինի կառավարությանը ոչ լեգիտիմ։ Իրենցից հետո կգան Էդման Մարությանը, մի Բաբաջյանը։ Չեն կարող, որովհետեւ մանդատների բաշխումը կենտրոնական ընտրական ազգանունն Նամակի հեղինակը, որը ստորագրված է պատգամավորների, ես եմ որպես Հայաստանի քաղաքացի, բայց մենք այդ նախաձեռնությունը նամակը փոխանցում ենք, արտում ենք քաղաքացիական շարժման անունից։ Այդ հասարակական կազմակերպության անունից։ Այդպես գրանցված կազմակերպություն չկա, դա քաղաքացիական շարժում է, որը համախմբում է բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ անվստահություն հայտնելու միջոցով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին վերահսկել։ Իսկ պարոն Ղազարյան, ունեք Զարու հարցի պատասխանում եք։ Եթե չստացվի, մենք բոլոր պատասխանները, որ ստանալու ենք, հանրությանը տեղեկացնելու ենք եւ իրավիճակից բխող քաղաքական հայտարարություններ եւ գործողություններ նախաձեռնել։ Հիմա մենք պահանջելու ենք բոլոր 107 նամակի Հիմա դուք եք 107 նամակները, հետո դերակատարել որ հասնի յուրաքանչյուր պատգամավորին հանրապետի դառնում։ Մարդը նախատեսված է, այլ որ իրենք նախաձեռան ինքնին։ Դավիթ Կարապետյան լսած կա։ Հա, նախնի քաղաքը։ Արման Եղոյան։ Լսել եք։ Որը լսել եք, ասեք։ Դավիթ Դանիելյան լսած կա։ Հա, չընտրված քաղաքապետ։ Կապանի քաղաքապետի տեխնացու։ Սերգեյ Բագրատյան, Սվերեկո։ Վարդության Նարեկ Բաբայան։ Դա բանի ամուսինը չի։ Սրանց կարելի է տուն ուղարկել, տան հասել։ Այսպես չի։ Քաղաքացիների նամակները այնքան շատ են պահվածային, որ տեղ չի անում, լսվել է։ Վլադիմիր Վարդանյան, ՍԴ նախկին արտգործնական է, ղեկավարն է, Արադ Միրզյանի քավորն է։ Ալեն Սիմոնյան։ Չեք ներկայանում։ Խորանը։ Ամոթ եմ անում ասա։ Ամոթ չեմ ասա։ Ալեքսեյ Սանդիկով։ Անդիգության էից դուք էլի։ Ախարն է, տակից նույնպես դասակարգում չեն կա։
Սանդիկովը քեզ։ Արուսյան Ջուրհակյան։ Ես փոքր այս արդյունքը։ Բերել աշխատած։ Եկա պծար, եթե պծար արի էստեղ շավ։ Արի ստեղ կա, էսա, էստեղ արդը կա։ Աղազարյան։ Աղազարյան։ Կան դես էլ, մի քանի հատ կցե։ Արտուր Հովանիսյան։ Հայկ Մոնջորյան։ Լևոն Քոչարյան, Քրիստինե Վարդանյան, ինձ հասավ, հա։ Շոու աշխատակիցները պատրաստել ունեն, որովհետև դուք չի տեղավորվում Լավ, ոնց ասեք, ոնց ասեք, ես տան ուրևն, Ժորժյան, միայն խնդրեմ մի փոքր ռեսպոն կար, ճանաչողական այցի մասնակիցներ ունեն Սա 92 մյուս պատգամավորներին ստացա արկերի մեջ։ ես ոգր շով, շնորհակալություն շատ։ Այստեղ անվանական բուրակալություններ գրածած նրան իմ հերադարձի հասցեք։ Շնորհակալություն շատ։ Հետադարձ նամակը գծեք իմելու Հետադարձ հասցեք Մերի ջան կտա։ Պրոցեսորան ստանցումով հակում։ Это погибли, сейчас. Погибли, Կենտրոնում էլի սա։ Ամփոփիչ բան ունեք ասելու։